Ռեոփեն մեդիայի ուղիղ եթերում իր աշխատանքն է շարունակում ReNews լրատվականի ժամը 15-ի հատուկ թողարկումը, ես Լուսինե Ղարսայանն եմ, բարի ձեզ։ Վաղարշապատում ավագանու արտահերտ ընտրություններ են առավոտյան ժամը 8-ից բացվել են բոլոր 47 ընտրատեղամասերը, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։ Ընտրապայքարում 8 քաղաքական ուժ է, 7 կուսակցություն, 1 դաշինք, վերջին տվյալով ընտրելու իրավունք ունի 69866 քաղաքացի, քվեարկած մասնակիցների թիվն այս պահից սկսած 3 ժամյա պարբերականությամբ կհրապարակվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում։ Մեր նկարանող թիմը վաղ առավոտից հենց վաղարշապատում հետևում է ընտրական գործընթացին, մինչև այս պահը քվեարկած համայնքապետի թեկնածուների հետ են զրուցել իմ գործընկերները, նաև շփվել ընտրատեղամասերի նախագահների հետ, լսել կարծիքներ տեղացիներից։ Դիտենք Լիլիթ Մուրադյանի պատրաստած ռեպորտաժն ու վերադառնանք։ Արդեն 7-րդ ժամն է վաղարշապատում մեկնարկել են ընտրությունները, տեղամասերի բացվելուն պես քվեարկելու եկած քաղաքացիներից գործընկերս հետաքրքրվում է, ինչպես են տրամադրված։ Կատարեցիք ձեր ընտրությունը։ Այո։ Կարծում բոլոր քաղաքացիների պարտականությունն է, որ գան ու կատարեն իրենց ընտրությունը։ Ամեն դեպքում մեր ձեռքերում է, իհարկե։ Մեր քաղաքն էլ է մեր ձեռքերում, մենք էլ ենք մեր ձեռքերում։ Եթե մենք մեր մասին չմտածենք, իսկ հիմա ոչ մեկ մեր մասին չի մտածելու։ Հա, մեր ձեռքն է ամեն ինչ։ Ուղղակի շատ ընտիրեր օգնեցին ինձ, հուշեցին, թե ոնց պետք է վարվել։ Ստեղ ասում են մեկ է բոլորի համար, բոլորը մեկի համար, քույրիկ ջան, հաջողություն ձեզ։ Եվ համայնքի, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիենք, բնականաբար պետք է մենք էլ մեր լուման ունենանք մեր հայրենիքի համար։ Բոլորը պետք է գան, կատարեն իրենց սրտի ցանկություն, իրենց գիտակցական Ոսոք ոչ մեկի իրավունք չունի պարտադրի, ընտրում ենք մեր քաղաքը, մեր ապագան։ Հուսամ ճիշտ են կատարել։ Առաջ ընտրել ենք թող ժողովրդի կողմից էլի միայն։ Առավոտյան Էջմիածնի մշակույթի տանը ընտրելու եկած հայրենիք կուսակցության թեկնածու գրող հրապարակախոս Խաչիկ Մանուկյանն ասում է, քվեարկել է հանուն իր քաղաքի զարթոնքի, հանուն հայի արժանապատվության։ Մանուկյանը ընդդիմադիրների միավորման միջոցով է տեսնում հաղթանակը։ Մենք չմիավորվենք, մեր կփոշիացնենք մեր եղած քվեները, կմիավորվենք եւ կարողանանք միասնաբար լուրջ խնդիրներ լուծել։ Ասում է, հանդիպումների ընթացքում զգացել է, փշրվել է հավատը շատերի մոտ։ Այդպիսի կարծիք որոշ քաղաքացիներից գործընկերս լսել է այսօր Էջմիածնի փողոցներում հարցախույզի ժամանակ։ Այս կինը նաև առաջին հայացքից հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին։ Ես չեմ կարա, չեմ էլ գնալու, երեք զանգել են ինձ գալու եք, քեզ տանենք ընտրեք, ասի ես չեմ գալու։ Դեսիմ, խնդիրներ շատ կան, ավելի շատ նկատելի է փողոցների վիճակը, սանիտարական վիճակը, ամենտեղ աղբա, համատարած, սա Էջմիածին քաղաքը համատարած աղբա, փողոցները անձրևի ժամանակ էլ շատ փոս էր, ինչքան հանդիպ, ինչքան առնչվել եմ, դրանց հետ եմ առնչվել։ Կարա նաև լինի ուրիշ բաներ, կամ ես չեմ առնչվել, կամ այս պահին չեմ հիշում։ Էջմիածնի հատկապես որ հարցերն են անհանգստացնում, հարցնում է գործընկերս, մարդիկ հերթով թվարկում են համայնքի խնդիրները, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն։ Հա, մենք գնում ենք, հիմա ենք գնում ընտրության։ Իսկ ինչ ակնկալիք ունեք այս ընտրությունում։ Որ մեր երկիրը լավ է լինելու։ Որ Հայաստանը մնալու է հայերին։ Այո, մասնակցել ենք, ընտրություններից եմ գալիս։ Ունեմ։ Իսկ ինչ ակնկալիքներ ունեք իշխանությունից։ Ամեն ինչ լավ է լինելու։ Ուրախ եմ, որ ժողովուրդն էլ շատ է գնում, ակնկալիք ունեմ, որ լավ է լինելու։ Ինչը հիմա ոչինչ փառք Աստծո։ Մասնակցել եք ընտրություններին։ Չէ, մենք Ղարաբաղից ենք։ Ապրեք ընտրությունների։ Ոչ միտեղ գրանցված չեմ, երկու թաղամաս գնացի, ասեց գրանցված չես ոչ միտեղ, թե չէ սրտանց ուզում էի ընտրեի մեկին։ Արդեն ընտրություններին ունեք նախընտրելի թե։ Չէ, Երևանից եմ, ուղղակի պատարագի եմ եկել։ Դուք մասնակցել եք կամ մասնակցելու եք ընտրություններին։ Մասնակցել եմ, առավոտը արդեն մասնակցել եմ։ Իսկ ինչ ակնկալիքներ ունեք այս ընտրություններից։ Տենանք էլի պետք է որ լավը լինի։ Գոյողինների հարցը, որտեղ նայում ես, տենում ես քանդածը, ասֆալտ անում են, նորից քանդում են։ Մաքրությունը քաղաքի։ Մի քիչ այն բաներն են գլուխ բարձրացել, ոնց որ ասում են, այն ժամանակ որ չկար գեներալի ժամանակով, սպանություն չկար, վերապան չկար, դանակահարություն։ Հիմա այդ մի քիչ շատացել է, բայց ընդհանուր վիճակը շատ լավ է։ Ասֆալտապատում են, գործեր են անում, մաքրությունն է լավ է քաղաքի։ Վիճակը լավ է, նորմալ է։
Արագած գյուղի ընտրատեղամասում է քվեարկել քաղաքացիական պայմանագրի թեկնածու Արգիշտի Մեխակյանը, որը նաև համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Քվեարկությունից հետո լրագրողներին ասել է, վաղ շաբաթ բացարձակ վստահությունն է իրենց նպատակը։ Ռիոփնի իմ գործընկերը հետաքրքրվում է ներկուսակցական դեմոկրատիայի նրբություններից։ Եթե Նիկոլ Փաշինյանի աջակցությունը չվայելեիք, չէիք լինի թեկնածու, բայց պարբերաբար կուսակցականները նշում են, որ կուսակցության ներսում ժողովրդավարություն է, ինչպես է ստացվում, որ մեկ մարդու աջակցությունը չվայելելը նշանակելու է ձեր թեկնածությունը չլինելը։ Չհասկացա հարցը։ Դուք նշեցիք, որ եթե Նիկոլ Փաշինյանի աջակցությունը չվայելեիք, չէիք լինի թեկնածու։ Բայց կուսակցականները հաճախ ասում են, որ կուսակցության ներսում որոշումները ժողովրդավարությամբ են կայացվում։ Ոնց է ստացվում, որ միաձայն որոշում է կայացրել։ Եվ միաձայն որոշումը դա արդեն վարչության որոշումն է, որը որ միաձայն է, հետեւաբար եթե միաձայն է վարչության նախագահն էլ Նիկոլ Փաշինյանը, հետեւաբար նաև անձնական իր աջակցությունն է։ Նշեցիք, որ եթե չաջակցեր, չէիք լինի թեկնածու, այսինքն եթե լիներ վարչության բոլոր անդամները լինեին կողմ եւ մեկ դեմ։ Ասում ենք, ես նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանն, որ ասում ենք անձնապես հենց իր անձը նկատի չունենք, այլ նկատի ունենք, որ կուսակցության վարչությունը, որտեղ վարչության նախագահան ինքն է, վարչության նիստը ինքն է վարում։ Վարչություն, պարոն Մեխակյան։ Ժորժ ջան, այս հարցի վերաբերյալ եմ ասում, եթե ասում եք Նիկոլ Փաշինյանի աջակցությունը, հիմա ի՞նչն է խնդիրը ձեր։ Հաղթանակ դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը գուշակություն չի ուզում անել, բայց համոզված է գնում են բացարձակ հաղթանակի։ Գործընկերոջս հարցին պատասխանում է այսպես։ Պարոն Խաչատրյան, իսկ ինչ կնշանակի հոգևոր մայրաքաղաքում ընդդիմադիր ուժի հաղթանակը։ Կնշանակի, որ նախ վաղ շաբաթ համայնքը մոտակա տարիներին շատ ավելի զարգանալու է, շատ ավելի լավ քաղաք ենք տեսնելու եւ իհարկե ամենակարևորը իրենք չեն կարողանալու ասել, որ իրենք փորձում են ամեն գնով այս ընտրություններում հասնել հաջողության, որպեսզի հայ ժողովրդին ասեն նույնիսկ էջմիածնում հոգեվոր մայրաքաղաքում, այսինքն այն քաղաքականությունը, որ իրենք իրականացնում են հայ առաքելական եկեղեցու դեմ, փորձում են դա արդարացնել, որ ժողովուրդը նույնպես վստահում է մեզ այս հարցում։ Հանրապետություն կուսակցությունից Հարություն Մկրտչյանը, որը ըստ էության չի բացառում իշխող քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցությունը, մյուսների պարագայում խոստանում է երկու ձեռքը կտրել։ Իսկ ով կմիանա ինձ այդ հարցերն ուղեք այդ տեխնացուին, օրինակ քաղաքացիական պայմանագրին ուղեք այդ հարցը, պատրաստ է ինքը Հարություն Մկրտչյանի եւ Հանրապետություն կուսակցության հետ դաշինք կազմել եւ քաղաքի կառավարումը հանձնել մեզ, թե ոչ։ Մայր Հայաստանից Գրիշա Հարությունյանը նշում է, որ եկեղեցու կողքին են ու պետություն եկեղեցի հակամարտության մեջ սատարում են եկեղեցուն։ Անգամ ստորագրահավաք են արել ու համոզվել, որ վաղաշաբաթցիների 90%-ը եւս եկեղեցու կողմից է։ Ընդդիմության մեջ չէ, առայժմ չունենք նմանատիպ ուժ, որ այսպես ասած անվերապահորեն մենք չունենք նմանատիպ։ Մենք դիտարկում ենք ընդհանուր ընդդիմությանը մի ուժ է սպահին, այսպես ասած, այն ուժերը, որոնք որ իրականում ընդդիմադիր են, մենք նորից եմ շեշտում, չենք բացառում մեր համագործակցությունը։ Ազատ դեմոկրատներից Վահրամ Ազատյանի հետ է նաև զրուցել Ռիոփանը, հարցրել որևէ մեկի հետ կոալիցիա կկազմի։ Ցանկացած ճիշտ կարող է ինձ հետ գալ կոալիցիա կազմել, ես ոչ մեկի հետ չեմ կազմել։ Իսկ ձեր հետագա ծրագրերի մասին մի փոքր կպատմեք, առաջիկա քայլերի մասին։ Առաջիկա քայլերը շատ լավն են լինելու։ Իսկ որոնք են լինելու վաղաշաբաթի համար առաջին քայլերը ընտրվելու դեպքում, հարցրել ենք Ժառանգության թեկնածուին։ Ընտրվելու դեպքում առաջին քայլերն կնշեք, որոնք են լինելու։ Ընտրվելու դեպքում առաջին քայլերը մեր ժողովրդին շնորհավորելը, որովհետև սա լինելու է մեր հաղթանակը ապագայի եւ վաղվա օրվա համար, իսկ քայլերը դեռ կտեսնենք ինչ կլինի։ Իր ընտրությունն է կատարել նաև ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Վեհապարի խոսքով նա քվեարկել է աղոթքով, հայցելով, որ վաղաշաբաթը բարգավաճի, շենանա եւ մեր ժողովրդին պարգևի բարոր կյանք ու երջանիկ ապագա։ Լիլիթ Մուրադյան, Ռիոփն մեդիա։ Այս պահին ինձ տեղեկացնում են, որ մենք կարող ենք ուղիղ կապով միանալ Էջմիածին եւ իմ գործընկեր Սիմոն Հովանեսյանը թարմ տեղեկություններ կհաղորդի այս պահին ինչ է կատարվում Էջմիածնում։ Սիմոն, ողջույն։
Ողջույն Լուսինե, այս պահին ես հանրային օբյեկտներից մեկում եմ, նախորդ ներողություն եմ խնդրում վիզուալ վատ որակի համար, քանի որ հեռախոսով եմ միացել, կարևորելով օպերատիվությունը, այս պահին հանրային օբյեկտներից մեկում տեղի է ունենում իրազեկ քաղաքացիներ միավորման նախագահ Դանիել Իոնիսյանի ասուլիսը, նա ներկայացնում է այս պահին դրությամբ ինչ արձանագրություններ կան ընտրությունների հետ կապված։ Ժամը 14-ի տվյալներով կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել էր, որ ավելի քան 22% ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մասնակցել է ընտրություններին, ինչը նախորդ 2021 թվականի ընտրությունների համեմատ առավել բարձր արդյունք է։ Նշեմ, որ մենք զրուցել ենք դիտորդական առաքելություն իրականացնող մի քանի կազմակերպությունների հետ, այդ թվում Հայ-ակվեի եւ Թաթոյան հիմնադրամի ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրել են թե ինչ խախտումներ են, ինչ հնարավոր խախտումներ են նկատել, արձանագրել, ահազանգել, նրանց խոսքով մի մասը արդեն իսկ շտկված է, մյուս մասի հետ կապված աշխատանքները ամեն դեպքում տարվում են, մասնավորապես մի քանի կոնկրետ խախտման դեպքի մասին էին նշում քվեախցիկների բաց լինելու հետ կապված, ինչպես նաև կուտակումների հետ կապված ու հիմնականում որ խոսում էին, դրանք ընտրատեղամասերից 50 մետրից ավելի մոտ գտնվող պաստառներն ու նմանատիպ այլ վահանակներն էին։ Այս պահի համար այսքանն է, Լուսինե։ Շնորհակալ եմ, Սիմոն։ Ընտրությունների ընթացքին հետևում և դիտորդական առաքելություն են իրականացնում Թաթոյան հիմնադրամը, Հայ-ակվե շարժումը, իրազեկ քաղաքացիների միավորումը։ Առաջին երկուսը պարբերաբար հաղորդում են իրենց արձանագրած խախտումների մասին։ Երրորդի ներկայացուցիչն այս պահին ասուլիսով պատմում է իրենց կառույցի դիտարկումների արդյունքները։ Ներքին գործերի նախարարությունը ևս խախտումների վերաբերյալ ահազանգերը ստուգելու մասին հաղորդագրություն է տարածել։ Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանն է Հանրապետություն կուսակցությունից։ Ռեոփնի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես էր նա պատրաստվում քվեաթերթիկն առանց կապարակնիքի գցել արկղի մեջ։ Եվ եթե դա չնկատեին ստուգող հանձնաժողովի անդամները, երևի թե թերթիկն արդեն արկղում կլիներ։ Մկրտչյանը սակայն արագ է կողմնորոշվում, ասում է, ստուգում էր հսկիչների ուշադրությունը։ Տիմ ընտրությունների ընթացքում արդեն 4 ահազանգ է ստացվել ոստիկանություն ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ, որոնք ստուգման փուլում են, հայտնում են ներքին գործերի նախարարությունից։ Գերատեսչությունից վստահեցնում են, որ ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Դիտորդական առաքելության ներկայացուցիչները ևս առավոտից ահազանգում են տարբեր ընտրախախտումների վերաբերյալ։ Օրինակ Թաթոյան հիմնադրամը ժամը 12-ի դրությամբ արձանագրել է այսպիսի իրավախախտումներ. քվեախցիկում մի քանի անձանց մասնակցությամբ քվեարկություն, կուտակում քվեատուփի մոտ, մատյանում ստորագրություն այլ անձի փոխարեն եւ այլն։ Քանի որ մենք շրջիկ դիտորդություն ենք իրականացնում, մեզ հանդիպած առերևույթ խախտումները մենք ուղարկում ենք մեր գործընկերներին, ովքեր գնահատում են տվյալ պահին արդյոք դրանք իրենցից ներկայացնում են խախտումներ, թե չէ իրապես խախտման հատկանիշներ պարունակում, եթե այդպիսիք պարունակում են, ապա դրանց մասին հրապարակում են անում եւ այդ հրապարակումները տեղադրվում են մեր հիմնադրամի Facebook-յան էջում։ 14 կոտորակ 08 ընտրատեղամասի ղեկավարը վստահեցնում է, ամեն ինչ հանգիստ է, կոպիտ խախտումներ չեն արձանագրվել։ Մի անգամ դիտորդը ինչ որ բան նշեց, բայց դրանք բոլորը կամերայով ֆիքսված են, yani աղջիկները օգնում էր, պրիտոմ քվեախցիկից դուրս։ Արձանագրեց, ասենք լավ, ձեր իրավունքն արձանագրեցին, այդքան բան։ Կներեք դրանք ինչերն են։ Սրանք ինչերն են։ Սրանք չօգտագործված քվեաթերթիկներն են։ Չօգտագործված, այսինքն անհավատալի։ Չէ։ Քաղաքացին եկել է, ընտրել է որևէ մեկը։ Մնացած ավելորդները լսում են այնտեղ աղբար։ Հաշվառման չեն, սրանք կոպիտ ասած, հա։ Հայ-ակվե դիտորդական առաքելության ներկայացուցիչներն էլ նկատել են, որ 14 կոտորակ 44 տեղամասում հայրը որդու փոխարեն է ստորագրել, որդին հոր։ Հայ-ակվեն նաև այլ խախտումներ է արձանագրել, այդ թվում բաց քվեարկության դեպք, ընտրատեղամասից 20 մետր հեռավորությամբ քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուի շտաբի առկայություն։ Ընտրությունները դեռ երևի կեսին ենք հասնում մոտարապես, այս պայդրությամբ մարդկանց զանգվածն էլ հոսնել այնքան մեծ չի։ Ենթադրում ենք, որ օրվա երկրորդ կեսում նաև պայմանավորված երևի եղանակային պայմաններով ավելի շատ մարդ կգնա։ Ամեն դեպքում ծանր ինչ-որ շատ լուրջ, ասենք ճնշումներ ֆիզիկական կամ լրագրողների նկատմամբ դեռևս չենք արձանագրել խախտումներ, հուսով ենք այդպես կշարունակվի։
Դեռ 3 Մայր Հայաստան կուսակցության վաղարշապատի ավականու տեխնացու Հարություն Խաչիկյանը ահազանգել էր եւս մեկ առերևույթ խախտման մասին։ Facebook-ում գրելով, թե իրենց տանը հավելյալ հաշվառել են 9 օտար մարդու։ Մերի Դանիելյան, Reopen Media։ Իսկ այժմ վաղարշապատում համայնքապետի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ծախսերի մասին դրանք կազմում են մոտ 142 միլիոն 687 հազար դրամ։ Այս մասին տեղեկանում ենք հետքից։ Նշվում է, որ գումարի զգալի մասը բաժին է ընկնում հանձնաժողովի անդամների եւ սպասարկող անձնակազմի աշխատավարձերին ու հավելավճարներին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետքին տրամադրած տեղեկության համաձայն 79 միլիոն 981 հազար դրամ նախատեսվել է միայն աշխատավարձերի վճարման համար։ Այս պահին եւս մեկ ուղիղ կապով կմիանանք արդեն իսկ Մոնիկա Հայրոյանին, տեսնենք թե որտեղ է այս պահին, որ ընտրատեղամասում է նա եւ ինչ նորություններ կան։ Մոնիկա, ողջույն, ինչ կպատմես մեզ։ Այո, Լուսինե, ես ձեզ լսում եմ, դե ինչպես գիտենք, այսօր վաղ առավոտից մեկնարկել է վաղարշապատի համայնքապետի ընտրությունները, Reopen-ը ժամը 8-ից ակտիվ հետևում է անցուդարձին եւ ես նշեմ, որ հիմա ամենաակտիվ ժամն է եւ մարդկանց հոսքը գնալով շատանում է։ Նաեւ նշեմ, որ ներքին գործերի նախարարությունը հայտնել է 4 խախտման դեպքի մասին։ Իսկ մենք ականատես եղանք մի դեպքի, երբ իմ ետևում գտնվող ընտրատեղամասի 14.8 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը պարկով հավաքել էր չօգտագործված եւ ավելացված քվեաթերթիկները եւ մեր հարցին, թե ինչ է պատրաստվում դրանցով անել, պատասխանեց, որ աղբամանն է նետելու։ Թերևս այսքանն էին մեր արձանագրած նորությունները, իսկ դուք հետևեք Reopen-ի եթերներին, որպեսզի բաց չթողնեք կարևոր տեղեկությունները։ Լուսինե։ Շնորհակալություն, Մոնիկա։ Այս պահին միանում ենք իմ գործընկեր Անի Հովանեսյանին։ Նա էլ պատմելու բան ունի մեզ։ Անի, ողջույն։ Անի։ Ողջույն Լուսինե, այո, մենք առավոտվանից ժամը 8:00-ից, այսինքն ընտրատեղամասերի բացումից աշխատում ենք վաղարշապատ խոշորացված համայնքում, այսօր երեկոյան արդեն հայտնի կդառնա համայնքապետի անունը։ Ընտրողների հոսքը օրվա սկզբին համեմատաբար քիչ էր, առանձին ժամերի առանձին ընտրատեղամասերում մի քանի տասնյակ էր հասնում, այս պահի դրությամբ ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 15:00-ի տվյալներով քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 22.71% կամ 15,868 քաղաքացի։ Reopen-ի թիմը եղել է մոտ 20 ընտրատեղամասերում, ես ինքս եղել եմ 14/7 ընտրատեղամասում, որտեղ քվեարկում էր Հանրապետություն կուսակցության տեխնացու Հարություն Մկրտչյանը։ Սկզբում Մկրտչյանը առանց կապարակնքելու քվեաթերթիկը ուզում էր գցել արկղի մեջ, հետո արդարացրեց իր այդ քայլը, ասելով, որ փորձում է ստուգել հանձնաժողովի անդամների գիտելիքները, արդյոք տեղյակ են ընդհանուր գործընթացից թե ոչ։ Նշեմ նաև, որ հանձնաժողովի քարտուղարը անձամբ հաջողություն մաղթեց Մկրտչյանի գործերին, ինչը նույնպես խախտում է։ Վաղարշապատի ընտրություններին ընդհանուր առմամբ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է մոտ 70,000, տեխնացուների պակաս չկա, դրանք 8-ն են։ Զրուցել ենք տարբեր տեխնացուների հետ, փորձելով պարզել ինչպիսի կոալիցիաների հեռանկարներ կան իրենց պարտության դեպքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացու Արգիշտի Մեխակյանը ընդհանրապես չի քննարկում որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու որևէ սցենար։ Հաղթանակ դաշինքի տեխնացու Սևակ Խաչատրյանը պատրաստ է համագործակցել ընդդիմադիր ուժերի հետ։ Հայրենիք կուսակցության տեխնացու Խաչիկ Մանուկյանը այլ ուժերի հետ կոալիցիայի հնարավորություն նույնպես տեսնում է։ Հանրապետություն կուսակցությունից Հարություն Մկրտչյանը հնարավոր է, որ համագործակցի քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ կոալիցիա կազմել, այսինքն չի բացառում։ Հիշեցնեմ Լուսինե, որ 3 լռության օրեր, այսինքն քաղաքական գործիչները իրավունք չունեին ցանկացած տեսակի հայտարարություն անելու, քարոզարշավ իրականացնելու։ Սա հենց արվել էր հատուկ նրա համար, որ բնակիչները 1 ամբողջ օր ժամանակ ունենային, որպեսզի կողմնորոշվեին, թե որ տեխնացուին կտան իրենց վճռորոշ ձայնը։ Նախընտրական քարոզարշավի մասին մի փոքր հիշեցնեմ, վաղարշապատը ամբողջությամբ ողողված էր քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացու Արգիշտի Մեխակյանի նախընտրական պաստառներով, դրանց հետ կապված հետագայում Reopen-ի հետ զրույցում Մեխակյանը պարզաբանեց, որ թերությունը շտկվել է, թյուրիմացությունը տեղի ունեցել եւ պաստառները հեռացվել են այն վայրերից, որտեղ դրանք չպետք է ընդհանրապես փակցված լինեին։ Եղել են նաեւ տեղեկություններ վարչական ռեսուրսի կիրառման մասին։ Հետևեք Reopen-ի աշխատանքին, որպեսզի ստանաք ամենաթարմ տեղեկությունները հենց դեպքի վայրից, Լուսինե։ Շնորհակալ եմ, Անի։ Իսկ այժմ միանանք Աննային Հարությունյան, ով նույնպես սեջ միացնում է։ Ողջույն Աննա, մենք քեզ լսում ենք։
Այո, Լուսինե, գտնվում եմ 14-13 ընտրատեղամասի դիմաց, որտեղ ըստ մեր դիտարկման համեմատաբար մարդկանց հոսքը ակտիվացել է ի տարբերություն առաջիկա ժամերի։ Մենք վաղ առավոտից այստեղ ենք ու շրջել ենք շուրջ 20 ընտրատեղամասերում, զրուցել ենք քաղաքացիների հետ, որոնք պատմել են իրենց համայնքի խնդիրների մասին ու դրան շուտապույտ լուծումն են ակնկալում։ Հանդիպել ենք նաև թեկնածուների հետ, որոնք նույնպես պատմել են իրենց ակնկալիքների մասին, թեև նշում են, որ իրենց նախընտրական քարոզարշավի ժամանակ նաև հանդիպել են քաղաքացիների, որոնց մեջ մի փոքր անվստահություն կար, բայց իրենց դիտարկմամբ ի տարբերություն նախորդ 2021 թվականի ընտրությունների հիմա մարդկանց հոսքն ավելի ակտիվ է։ Որոշ ընտրատեղամասերում գործընկերներս նաև որոշ ընտրախախտումներ են նկատել, որոնց մասին ավելի մանրամասն կպատմեն, իսկ մենք շարունակում ենք շրջել ընտրատեղամասերով ու մշտապես կապի մեջ ենք լինելու։ Լուսինե։ Շնորհակալություն, Աննա։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ներքին գործերի նախարարի հրամանով սահմանվել են գերատեսչության և ենթակա ծառայությունների աշխատանքի ուղղություններն ու գործիքակազմը։ Ըստ ոստիկանության հաղորդագրության վաղար շաբաթում գործում է շրջիկ ծառայություն, որը տեղեկանքներ կտրամադրի նրանց, ովքեր փաստաթղթերի հետ առնչվող խնդիրներ ունեն։ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը շուրջօրյա ռեժիմով իրականացնում է ընտրատեղամասերի օնլայն դիտարկում անհրաժեշտության դեպքում արձագանքելու նպատակով։ Համայնքում ոստիկանները ուժեղացված ռեժիմով ծառայություն են իրականացնում, պահպանելով հասարակական կարգն ու անվտանգությունը։ Ընտրատեղամասերը վերցվել են պահպանության տակ։ Վաղար շաբաթում արտահերթ ընտրությունների անցկացման պատճառը նախկին համայնքապետ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Դիանա Գասպարյանի մայիսի 15-ի հրաժարականի դիմումն էր։ Նրա դեմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական վարույթ էր հարուցել իրավախախտման վերաբերյալ։ Գասպարյանի հրաժարականից հետո համայնքապետի ընտրության համար հրավիրված ավականու նիստը հունիսի 12-ին տապալվեց։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականու 15 անդամները չէին ներկայացել, ինչի հետևանքով քվորում չապահովվեց։ Վաղար շաբաթը խոշորացվել է 2 անգամ, 2021-ին համայնքն ընդգրկում էր Էջմիածին քաղաքը եւ Ոսկեհատ գյուղը, իսկ 2025-ի խոշորացման արդյունքում նաեւ Խոյը 17 բնակավայրով։ Հիմա վաղար շաբաթի ղեկավարի պաշտոնակատար Նարգիշտի Մեխակյանն է, որը միաժամանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուն է այս ընտրություններում։ Այս ժամի դրությամբ կան թարմ տեղեկություններ ընտրողների թվի մասին, նշեմ, որ ընտրողների ակտիվությունն այս անգամ նախորդ ընտրություններից ավելի քան 2 անգամ ավելի բարձր է։ Ժամը 14-ի դրությամբ վաղար շաբաթ համայնքում ընտրության իրավունք ունեցող 69866 անձանցից քվեարկությանը մասնակցել է 15868 մարդ կամ ընտրողների 22.71%-ը։ Տաշկենտում Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 7-րդ խորհրդատվական հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի կառուցումն Ադրբեջանի տարածքում մոտենում է ավարտին։ Վստահ եմ, որ այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ կապելու վերաբերյալ կնպաստեն միջազգային փոխադրումների տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը, ասել է Ալիևը։ Նա հավելել է, որ 15 միլիոն տոննա տարանցիկ կարողությամբ երկաթուղին նախնական փուլում կդառնա միջին միջանցքի կարևոր զարկերակը։ Ի պատասխան ռուսական հարվածների հետևանքով գազի արդյունահանման ծավալների կորստի Ուկրաինան պայմանավորվել է Հունաստանի հետ գազի ներկրման նոր ուղի բացելու շուրջ, այդ նպատակով ապահովելով մոտ 2 միլիարդ եվրոյի ֆինանսավորում։ Միևնույն ժամանակ ռազմաճակատում շարունակվում են կատաղի մարտերը, Ռուսաստանը հայտարարում է Զապորոժիեի մարզում բնակավայր գրավելու մասին։ Հրապարակելով տեսանյութ, մինչդեռ ուկրաինական կողմը հայտնում է մարտավարական նահանջի մասին և ռուսական նավթավերամշակման գործարանին հաջող հարված հասցնելու մասին։ Միաժամանակ Կիևը հայտարարել է 1200 ուկրաինացի գերիների փոխանակման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին, որը սակայն ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել։ Կարիբյան ավազանում Միացյալ Նահանգների և Վենեսուելայի միջև լարվածության սրման ֆոնին, որն ուղեկցվում է թմրավաճառության դեմ պայքարի անվան տակ ամերիկյան ավիացիայի ու նավատորմի հարվածներով, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խստորեն քննադատել է Տրինիդադ և Տոբագոյում նախատեսված զորավարժությունները։ Դրանք
Նա որակել է որպես տարածաշրջանային խաղաղությանը սպառնացող եւ իր երկրին վախեցնելուն ուղղված սադրանք։ Հատկանշական է, որ այս կոշտ հայտարարությանը զուգահեռ իր աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ Մադուրոն իբրև խաղաղության կոչ կատարել է Ջոն Լենոնի խորհրդանշական Imagine երգը, ցուցադրելով իր դիրքորոշման երկակի բնույթը ուղղված ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանին։ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում անցկացրել է Պորտուի Դրագաու ստադիոնում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պատրաստում է Պորտուգալիայի դեմ հանդիպմանը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 18-ին հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային ասուլիսում հայտարարել է, որ ինքն էլ թիմն էլ զգում են, որ պատասխանատվություն եւ ճնշում, որովհետեւ մեջբերում է մենք մեր ֆուտբոլը, մեր երկիրը պետք է ներկայացնենք, ունենք կորուստներ, բայց պատրաստ ենք պայքարին։ Ես կփորձեմ ստանալ առավելագույնն այս թիմից, ասել է Մելիքյանը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, մեր հաջորդ հատուկ թողարկումը ժամը 18-ին է, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։